որոշ մարդկանց կողմից, ովքեր փորձում են ինքնապաշտպանվել, իրենց ինքնությունը թաքցնել։ Եվ նաև եկեղեցու ներսից, պարզ ասեմ ձեզ։ Ուրեմն 2020 թվականին, Քովիդի շրջանին, դեռ սրբազան պայքար չկար։ Երբ Ալեն Սիմոնյանը և նրա նման հարակից երևույթները, հայկական ժամանակ օրաթերթը, համարում էին, որ վեհափառ իրենց թիկունքից հարվածել է և դիմում էին ավազանի անունով։ 2020 թվական եմ ասում, դեռ չեմ գնում 18, 20 թվականի փետրվար-մարտ ամիսներ, երբ ընդամենը վեհափառը Քովիդի շրջանին դիմել էր իշխանություններին, ասելով, որ երկրորդ նախագահի պայմանները կալանքից ազատեն, եթե չեմ սխալվում, որպեսզի առողջության հետ կապված խնդիրներ չլինեն տարիքի եւ այլն բերումով։ Պարզ մի ուղղակի հարցի պատասխան էր տվել, եթե չեմ սխալվում, News.am էր կամ Arnews-էր, հիմա չեմ հիշում։ Այդ ժամանակ սրբազան պայքար չկար, որ դարձյալ մեծ ոհմակով հարձակվեցին եւ այն ժամանակ են հենց առաջին անգամ վեհափառ Հայրապետին դիմել ավազանի անունով, մոռանալով, որ իր անձնագրային անունը ուղղակի Գարեգին II արձանագրումն ունի։ Կար այդ ժամանակ սրբազան պայքար, չկար։ Երկրորդ դրվագը 2023 թվականից 24-ի անցմանը, նոր տարվա գիշերը, եթե կհիշեք, ավանդական հայրապետական խոսքը մերժեցին։ Չեղավ դա, հանեցին եթերից։ Կար այդ ժամանակ սրբազան պայքար, չկար, չէ՞։ Հետևաբար պատճառները չափազանցված են վերագրելու մեզ, ոչ միայն չափազանցված են, այլև պատճառականացված են դրա թիկունքին թաքնվելու։ Այն, ինչ որ մենք արել ենք, ես բացարձակ չեմ զղջում դրա համար։ Բացարձակ, զղջում եմ միայն, որ քաղաքական լուծումը չստացավ։ Բայց դա էլ չի ուշանում։ Միայն դրա համար եմ զղջում։ Իսկ մնացածը բացարձակ կապ չունի մեզ հետ, կապ ունի մեր ինքնության հետ, մեր բովանդակափոխության հետ, որ փորձում են մտցնել, եւ այն ամբողջ արավիրքի հետ, որ կոչվում է հայրենիքի հանձնում, հազարավոր զոհեր, անհայտության մեջ գտնվող անձինք եւ անմխիթար ընտանիքներ, եւ այսպես շարունակ։ Բաքվի բանտերում տառապող ընկերներ, եղբայրներ, եւ այսպես շարունակ։ Սրա մասին է եղել սրբազան պայքարը, եթե սրա դեմ որևէ մեկը ասելիք ունի, խնդրեմ։ Եթե դա էլ պիտի պատճառ լիներ մեզ հալածելու համար, փառք Աստծո ուրեմն։